գույների աշխարհից, սիրելի փոքրիկներ, մուլտ աշխարհից։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, ողջունում են մեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները եւ իհարկե ձեր եւ մեր լավագույն բարեկամները։ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, արևածաղկի սերմերով հանդերձ։ Ողջունում եմ մեր մյուս լավագույն բարեկամը Արդիբուկը։ Արդիբուկ ընկերությունը ներկայացնում է Արդիբուկ խելացի գրքեր, Արդիբուկ քարտեզ, Արդիբուկ քարտ, այդպես է կոչվում։ Ինտերակտիվ քարտեր, խոսքը այբենանի մասին է։ Ձեզ բացատրել եմ, դուք էլ գովազդից արդեն կհասկանաք, որ այս ամենը ձեզ կպատմի ամենախելացի արդիփենը, այսինքն կախարդական գրիչը։ Գիտեք, խոսում է, նույնիսկ նմանակում է Հրանտ Թոխացյանի ձայնով, Ռաֆայել Հովհաննիսյանի ձայնով, փոքրիկների ձայնով եւ այլն։ Սիրելի բարեկամներ, ժպիտը տեսախցիկի ետևից եւ թաթիկը շատ լավ է երևում։ Ով է նա, ով է նա, ով է նա։ Նա մեր ժամապահ Քերին է, ով մեր եթերային երկար ժամանակ կտա, որպեսզի նկարենք այսօրվա հերոսին։ Բազմաթիվ փոքրիկներ շատ են խնդրել, որ Քերի Մուլտիկնիկը ձեզ սովորեցնի նկարել մուլտիպլիկացիոն վարազ, վայրի խոս, իհարկե մասնագիտությունով։ Մի փոքրիկ Արսենը գրել է, որ վարազ է ուզում, որ Քերի Մուլտիկնիկը նկարի, բայց փոսփորող, քանդող, երեք բահով, դե տեսնենք ինչպես կստացվի։ Մենք ձեզ հետ միասին հենց այս պահին կհորինենք այդ հերոսին, ամենակարևորը պետք է շատ դյուրին ձևով նկարենք։ Պատկերացրեք, նկարելու ենք մուլտիպլիկացիոն վարազ, հետո ներկենք։ Պատրաստ եք, դուք ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկը պատրաստ պահել եք, ապրեք, շատ ապրեք։ Տեսեք, այս նկարը կնկարեք, ասում եմ լավագույն նկարի հեղինակները Քերի Մուլտիկնիկի կողմից եւ մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչիի կողմից կստանան նվերներ։ Անպայման գրեք ձեր մեծերի հեռախոսահամարը ձեր նամակներում, երբ որ նկարը մենք հավանենք եւ հաղթող ճանաչենք փոքրիկին, կզանգարենք ձեր ծնողներին, կասենք երբ գաք տաղավար եւ երբ նվերը ստանաք, քանի որ ձեր աշխատանքը բարձր է գնահատվում եւ մուլտիպլիկացիոն հերոսների կողմից եւ Քերի Մուլտիկնիկի կողմից։ Վարազ, ինչպես ենք նկարելու։ Շատ դյուրին ձևով։ Այսպեսի մի գլուխ կարող եք նկարել, ուշադրություն։ Բարակ գծիկով եմ անում, հետո կհասցնեք։ Այ այսպեսի մի պատկեր ենք նկարում։ Կարծես թե քաղցրահամ տանձ լինի։ Միացնում ենք իրար, որ այս փոքրիկ կզակով։ Հետո, սիրելի փոքրիկներ, նկարելու ենք քիթիկը 5 կոպեկանոցին նման։ Դե 5 կոպեկանոցին նման չէ։ Ուղղակի այսպեսի մի պատկեր ենք, կիսակլորիկ ենք նկարելու, ուշադրություն, այ վերևի մասում։ Սա քիթիկն է, դունչիկը, սա ներքևի շրթունքն է, բերանի խորոչը մի քիչ կմքացնենք, այստեղ ձվաձև քթանց կտանք, շատ լավ է, քանի որ ասում ենք վարազ, սիրելի փոքրիկներ, ունեն վարազներ, սովորական խոզերը չունեն, բայց վարազները, վայրի խոզերը ունեն այսպիսի ժանիքներ, կնկարենք ժանիքները, 1, հավասարաչափ 2, ինչպես փղերն են ունենում, ավելի սրածայր, երևի թե պաշտպանվելու եւ կռվելու համար։ Եվ մեր վարազի աչքերն ենք նկարելու մի քիչ կռվի պատրաստ։ Այսպես պատկեր, գծիկ, այսպես մի քիչ խեղճ ստացվեց, երևի թե ասում է ինչ են ինձ այսպես դաժան պատկերացնում, փայլիկ կթողնենք, մի քիչ մենք բարի կդարձնենք նրան, փայլիկ, սևով կներկենք, այ հիմա կարող ենք ջղայնացնել ունքերով, այսպես, վարազի ականջներն ենք նկարելու այս մասից, տերևիկի նման, շատ լավ կլինի, որպեսզի հավասարաչափ անենք, դե ես կողքից եմ նկարում, եթե մեկը մեծ է ստացում ու փոքր, ներող կարող եք լինել Քերի Մուլտիկնիկին, ականջին խորություն կտանք, այստեղ մազի թելիկներ, զիգզագաձև, վարազի գլուխը պատրաստ է, այդ էլ կարող ենք նկարել, այսպես կլորիկ, օպ, շատ լավ է, մուկ սև մատիտով, քանի որ խոզերը սովորական տնային կենդանիներ, այդքան բրդոտ չեն լինում,
Իսկ վարազները վայրի խոզերը բրդոտ են լինում, դրա համար ես գծիկը մուքացնելուց այսպես զիգզագաձև եմ անելու։ Մի քիչ բրդոտ երևա մեր վարազը։ Մի քիչ մուլտիպլիկացիոն եմ դարձնելու նրան, քանի որ մասնագիտություն ենք տալու եւ մուլտիպլիկացիոն հագուստ։ Ոչ չէ, լավ է։ Քիթիկներ մի քիչ կհաստացնեմ եւ վերջ։ Լավ է։ Սիրելի փոքրիկ բարեկամներ, շատ դյուրին ձևով ձեզ սովորեցնում եմ նկարել մարմինը։ Մատիկները, որպեսզի շատ բարդ չնկարենք, լավ մուգ մատիտով անեմ։ Ուսերը այս մասից կնկարեմ։ Այստեղ։ Հետո կնկարեմ փորիկը, գերած խմած, բայց աշխատասեր վարազ է։ Այստեղ օձիքը, կոճակ, 1, 2, հիմա տաբատն ենք նկարելու, այսպես ուրեմն, այսպիսի գծիկներ, տաբատի թևիկները և կճղակները, 1, 2, այստեղից գծիկ ու մնաց ինչ նկարենք, բահը, քանի որ քանդող փորող մասնագետ է, այսպես բահի պոչիկը, այսպես ուղիղ գծիկով գնում ենք, բահի պոչը շարունակում և երկաթյա մասն ենք նկարելու, բահի սրածայր մաս, նոր արդեն բահը, հետո կմքացնեմ ես, հարցես թե ստացվեց սիրելի փոքրիկներ, վերջ, ստվեր, ոտքերի տակ դեպի ձեզնից ձախ, հիմա վարազին պետք է ներկենք, շագանակագույն մատիտներն ենք վերցնելու սիրելի փոքրիկներ, մուգ և բաց շագանակագույն մատիտները, եթե արևը աջակողմյան մասից է ստվերը դեպի ձախ, մենք մուգ շագանակագույն մատիտով վարազի աջակողմյան մասը այսպես մուգ շագանակագույն ենք, տեսեք սպիտակ, ժանիքները սպիտակ կթողնեք, այսպես ուրեմն, ոտքերը նույնպես աջակողմյան մասերն ենք անում միայն, այստեղ ականջի աջակողմյան մասը, էլի աջակողմյան մասը, մի փոքր կընդգծենք, ուղղակի կոպերը կընդգծենք, ունքերը, կզակը, այսպես քիթիկի ձախակողմյան մասը, վերջ, մուգ շագանակագույնը մի կողմ ենք դնում, տեսնում եք բաց շագանակագույնը, տեսեք, ինչ եմ անում, մնացած սպիտակ թողված հատվածները, այսպես թույլ երանգով ներկում եմ, սպիտակ մասերել եմ թողնելու, եթե նկատում եք, հետո մեզ դեղին մատիտը օգնության կգա, քիթիկը, շարունակում եք ներկել, շատ լավ է, ոտքերը, բահիկը, ներքևի հատվածը այսպես մուգ շագանակագույն, չէ, բաց շագանակագույն, քանի որ բաց շագանակագույնն է մեր ձեռքում, կներկենք, դեղին մատիտուր է ամենակախարդական, կերանգավորենք ամբողջությամբ, բրդոտ երևալու համար, ինչպես ասացի, ժանիքները թողնում ենք սպիտակ, իմ լավ բարեկամներ, այսպես մի փոքր գույները կխառնենք իրար, ձեր սովորական մատիտով էլ կարելի այսպես անել, վերջ, կճղակները, շապիկը ինչ գույնով ներկեք, եկեք նարնջագույն ներկենք սիրելի փոքրիկ բարեկամներ, էլի կարող եք կլորացնել, շապիկը, փորիկը, այսպես, ինձ միշտ, ես հիշում եմ տարիներ առաջ, ինձ մեկը
երևի լեզվաբան էր, նամակ էր գրել, որ քերի մուլտիկնիկ ինչու ես ասում փորիկը, ոտիկը, ձեռքերը, այնտեղ նաև նշել էր իր անունը, հետո հասկացա, որ երեխաների հետ կարելի է ինչ-որ բան բացատրելուց փոքրացնելու լեզվով խոսել, ոտիկ, ձեռիկ, դե կարելի ասել ձեռքը, փորը, գլուխը, այ այսպես, սպիտակ մասեր թող մնան, սիրելի փոքրիկ բարեկամներ, տեսնում եք, ասում եմ փոքրիկ բարեկամներ, մուգ նարնջագույն մատիտով կոճակները կներկեմ, մի քիչ մոդայիկ է ստացվում, ավելի նորաձև, մուգ նարնջագույն նաև տաբատը, շալվարը ինչպես մեր մեծերն են ասում, կներկենք սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, սպիտակ մասեր եթե մնում են, որպես փայլ, ավելի գեղեցիկ է երևում, մանուշակագույն կներկեմ, երկաթյա գույն չեմ ներկի, կարող եմ սևել ներկել, բայց գունեղ լինելու համար իմ լավ բարեկամներ, ես մանուշակագույն կներկեմ, բահի սրածայր մասը կթողնենք սպիտակ, վերջ, ապրեք դուք, բաց կապույտ մատիտով երկինքը կներկենք, դե արդեն մարգագետին արդեն կանաչ ենք ներկելու, այսպես, քերը ինչ ժամանակ ունենք, քանի 2 րոպե, լավ, շտապում եմ, դուք եզրագծում եք նոր ներկում, հա, բացի դրանից, եթե հերոսին նկարեցիք վերջացրիք, դուք կարող եք բնությունն էլ նկարել, ես ուղղակի սպիտակ թղթիկը ճնշում եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ հերոս ստացաք, տեսեք քերին չի թողնում ամբողջովին նկարել, և կանաչ մատիտը մեզ օգնության կգա, արդեն մարգագետինը, խոտիկները կանաչ, ավարտում եմ քերի, ափսոս մեր եթերային ժամանակը այդքան կարճ է, դե կարճ չէ, ուղղակի և նկարում ենք, և մուլտֆիլմ ենք դիտում, հասցնում ենք, վերջ, ավարտեցինք, դունչիկը ուղղում ենք, գույները նույնպես, որպեսզի պատկերը լավ երևա, այսպես մատիկով ուղղում ենք, չգիտես ինչից է դժգոհ, երևի աշխատավարձ չի ստացել, մեր վայրի խոզուկը, այսինքն վարազը, ով երևի թե հողագործ է, դե փոքրիկ Արսենը գրում է փոս քանդող, դե տեսնենք, կարծում եմ մեր փոքրիկների առաջադրանքը շատ գեղեցիկ կատարեցինք, իմ լավ բարեկամներ, որպեսզի այս նկարները եւ ձեր ինքնուրույն նկարված նկարները հասնեն քերի մուլտիկնիկին, հիշեցնեմ մեր ամփոփող հասեն։ Երևի այստեղ։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ լիք հաղորդումներ կան, ձեր փոքրիկները կարող են դիտել։ Այսքանը ժամապահ քերին Վայրի խոզուկը, վարազը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամները, ապաչինները, արտբուկը և քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, տեսնենք ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոս ենք հորինելու։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան սիրելի փոքրիկներ և այլ բուդա։ Baba zip bop, 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 baba zip bop.